Ծաղիկները քամի շուռա տվել։ Սրանք էլ այգու սեղան բաները 459 եվրո արժի սեղանը։ Եկել ենք լամինատ նայելու։ Մի հատ այստեղ նայենք, մի հատ էլ ուրիշ խանութ կա, գնանք այնտեղ գնայենք։ Այս խանութում ընդհանրապես թանկ է լինում, բայց այսօր մի հատ նայենք, համել ուզում էինք աստիճաներ պետք։ Մի քանի հատ աստիճան, ամբողջական աստիճանները չէ։ Նայում ենք, բայց փաստորեն ամբողջականն են մենակ վաճառում, այդպես որ ասենք, մեզ պետք էր 3 հատ, ասեց այդպես չենք վաճառում, այս են լամինատները, շատ թանկ են այստեղ, բարձր են շատ գները, մի հատ նայենք համեմատենք, որ մյուս խանութի հետ տեսենք, որն ավելի հարմար, փայտել է պետք, փայտերն էլ պետք է մի հատ նայենք, ընդհանրապես փայտերը շատ թանկ են, դուռը, ապակուս դուռը լավ է, որ լուսավորությունը չփակի, ես իհարկե սիրուն դուռ չի, բայց 279 ու 90, ձեռի հետ էլ նայում եմ, ինչ կա, ինչ չկա, սիրում եմ այս խանութը, ավելի շուտ այս տեսակ խանութները, այս կոնկրետ այս չէ, հիմա մենք գամմայում ենք, այստեղ բասեյններն են, հավաքովի փչով բասեյնները, ըստ չափսերի են, 200 եվրո, տեսեք ինչքան հող կա, այ փայտերը, նայենք մի հատ, ենքան էլ անուշ փայտի հոտ է այստեղ, սիրում եմ փայտի հոտը, հեսա տարբեր տեսակի է, շուտ նայում է տեսնի որն է հարմար, չէ մոտեցանք հարցրինք, ասեց այդպես չի լինի, որ պատվիրեք, ասենք մի քանի հատ ամբողջական պետք է գնենք աստիճանները, գործիքները մի հատ այստեղ նայեցինք, ես էլ խոտ հնձելու մեքենան, 207 եվրո, սուքարանակոնքերը, կախովիները դե բարձր են գները, այս փոքրիկ լվացարանները, ներքևի փոքր զուգանի համար, լայն տեսակ հարմար է, որ ջուրը կողքերից չթափվի, չնայած դե մենակ ձեռքերը լվացնելու համար է, բայց մեկ է, Աշոտին էլ ինչ-որ բաներ է պետք, այստեղ էլ մի քիչ նայենք, 249 սուքարանակոնքերը, էլի գործիքներ, այստեղ էլ այգու կահույքը, բազմոցներ, աթոռներ, սեղաններ, իբր մի քիչ սեղչել են, 25%, այս մեկը 33%, այսինքն 300 եվրոյից 33% պետք է հանեն, այս սեղանը սիրունը 239 եվրո, բազմոցը արժի 1100 եվրո, այս սիրունաթոռը 139, միշտ 99 ցենտերը չեմ ասում, սա էլ էլի դրսում այգում դնելու համար կամ պարտադիր չի այգում, որ մեջը բան անդրվի էլի, գործիքներ, բաներ, այս մեկը լավն է, խորովածի մաղալը,
Ամեն ինչը առանձին գները դրված։ Այստեղ էլ է խորովածի համար անհրաժեշտ բաներն են, տարբեր տեսակ, տարատեսակ, էլեկտրական գրիլ, սա բայց լավ բան է, արժի ունենալ, եթե տեղ լինի դնելու։ Այս մեկը 199 եվրո, այս մեկը 239, այս կողմում էլի խորովածի համար գրիլ, ապարատ, 939 եվրո, լավ մեծ է, հսկայական։ Այս սեղանը սիրուն է այգու, աթոռները առանձին գինեն, մյուս կողմից կնայենք, այս շատ կարևոր բան, ճանճ սպանելու բաները, 2 եվրո, այս սիրուն սեղանն էլ 239։ Մինչև դուրս եկանք անձրև սկսել, շատ փոփոխական եղանակ է դե։ Ինչ ուժեղ անձրև Մեկ անձրև, մեկ արև, շատ ուժեղ անձրև սկսեց, հովանոց չենք վերցրել, բայց մեքենան մոտիկա կանգնած։ Արագ գնանք նստենք, գնանք տուն մի բան ուտենք ու գնանք ուրիշ քաղաք, ուրիշ խանութ, ավելի մեծ, այդպես շինարարական բաների, մատերիալի բանի խանութ։ Մեզ հիմնականում պետք է լամինատ, իզոլացիայի համար այդ նյութն է պետք ու կնայենք արդեն տեղում։ Մեզանից 15 կիլոմետր հեռու ենք գնում, մեծ խանութ կա, Բրիկո կա, շատ լավ խանութ է, լավ էլ զեղչեր են ունենում, նախապես զանգեցի, կիրակի օրը հարցրի աշխատում եք այսօր, ասեց հա, մինչև 4-ն աշխատում ենք, մյուս օրերին մինչև ժամը 8-ն են աշխատում, նայեք այգում դնելու տնակները, ինչքան լավն են, ինչքան հարմար էլի, գործիքներ, բաներ, խոտ հնձելու մեքենա դնելու համար, ամեն ինչ այգու համար, այստեղ գները ավելի մատչելի են, քան նախորդ խանութում։ Այստեղ զեղչված լամինատ կա, 12.99 իջել, սիրուն է տեսքից, բայց չգիտենք ներսում պետք է նայենք, որն է մեզ հարմար, որ համ խոնավությանը լավ դիմանա, որ ջուր լցվի բան չլինի, չուռի, չփչանա, սա լավ մեծ խանութ է։ Լողանալու խցիկը 399 եվրո է իջել, այս սա շատ սիրուն է, մեծ բաղնիքի համար շատ սիրուն է, -20%, ասեք, որ սիրուն է, այստեղ լամինատներն են, տարբեր, այս էժանները չէ, լավ չեն, փայտերն ենք նայում, այստեղ մի քիչ ավելի մատչելի է, պատկերացում կազմելու համար զուտ ասեմ, օրինակ 2.5 մետրանոց ու քանի սանտիմետր, 2 սանտիմետրանոց տախտակը 41 եվրո արժի, աշխատողին խնդրեցինք, որ կիսի, որ մեքենայի մեջ, կտրի, որ մեքենայի մեջ տեղավորենք, ականջներին էլ գործիք դրեց, ականջները փակեց, աչքերը ակնոցներով փակեց, որ կտրելուց իրան չվնասի։ Ահա, փայտերը կտրել տվեցինք, հիմա գնանք լամինատը նայենք ու հետո նոր իզոլացիայի այդ նյութը կնայենք, այդ ոնց որ դրսում ասեցին խանութի դրսի կողմից, հսկայական հեկտարներով տարածքի վրա է խանութը։ Սայլակները տեսեք ինչքան մեծ են, շատ դժվար է կառավարելը։ Սրանք հասարակ դռներ են, բաղնիկ սուքարանի համար, ասենք ամենահասարակ դռներն են, այստեղ սիրուն պահարան կա, կոշիկի աման կա, պահարանը 80 եվրո,
Էլի կոշիկներ կարելի է դնել, այս մեկն էլի կոշիկների համար է, բայց փոքր է։ Այս հաստատ մեծ ընտանիքի համար չի։ Մի հոգու համար երևի, մաքսիմում 2։ Սիրուն է, բայց փոքր է։ 89 ու 99 է զեղչվել։ Հաճախորդի քարտով, չնայած այս զեղչվածի վրա էլ չի զեղչվում, բայց եթե զեղչված ապրանք չի, հաճախորդի քարտով զեղչվում է։ Այ այստեղ ենք նայում լամինատները, հիմա տեսնենք որն է մեզ հարմար։ Ընտրեցինք, Աշոտն ուզում էր ինքը տեղափոխեր սայլակի վրա, ասեցի չէ, սպասի, քեզ մի տանջի։ Գնացի այդ աշխատողին, ասեցի կգաք մեզ օգնեք, բեռնեք սայլակի վրա, եկավ բեռնեց 10 տուփ ու ծանր։ Բայց կթողնեի Աշոտը տանջվեր այդպես, չէի թողնի։ Այ այս մեկը շատ լավն է, 900 եվրո, լավ մեծ է, լողանալու խցիկը։ Այս ինչ սիրուն է, այս շատ հավանեցի սրա գույները, շատ սիրուն է, կարելի է շինարարությունը վերջացնելուց հետո մի հատ առնել, 179 եվրո, գույները իսկական իմն են։ Կողքինն էլ է սիրուն, դարչնագույն բաներով։ Ես էլ է սիրուն, բայց այն առաջինը ինձ ավելի շատ է դուր գալիս, սա էլ է սիրուն։ Աշոտը գնում ինձ է նայում, գնամ։ Այստեղ էլ սիրուն էլի ջրի համար, այսպես նայեք ինչ հաճելի է, այգում սարքելու համար։ Այսքան բան ենք վերցրել, կասայի մոտ սպասում ենք։ Վերջ դուրս եկանք, աշխատողին խնդրեցի, որ գա դրսում էլ օգնի մեքենայի մեջ դնի լամինատները։ Տեսեք ինչ սիրուն տնակ է այգու համար, լավ մեծ, ինչքան լավն է, ոնց որ իսկական տուն լինի։ Շատ սիրուն։ Սրանք էլ ամբարներ են, էլի մեջը բան լցնելու համար։ Սերմեր, գարի, ցորեն, շատ հարմար, սիրուն ամբարներ։ Այս մեկը 279 եվրո օրինակ։ Ահա, հիմա պետքա գնանք, արդեն եկանք, հենց անմիջապես խանութի տարածքում է, բայց ուրիշ մուտքից պետքա իզոլացիայի նյութերը վերցնենք, տեսեք ինչ հսկայական տարածք է։ Քարեր են, այդ իզոլացիայի համար այդ տարբեր նյութերը, տանիքի, հատակի, լամինատի համար մենք այստեղից ենք վերցնում, բայց իրականում որտեղ որ լամինատը վերցրինք, այնտեղ կար, բայց Աշոտը մտածեց, որ չէ, նրանից չի ուզում անի, նա լավ չի։ Քարեր, տարբեր տեսակ, բազմապիսի, բազմագույն, բազմագին, նոր բառ հնարեցի, էլի բազմագին։ Այ այս իզոլացիաները պետք է նայենք, հետնել ակցիա է դրած 3 հատ, որ առնում ենք, մի հատ նվեր է։ Այս Աշոտը նայում է, որն է հարմար, 2 սանտիմետրանոց կա 3 սանտիմետրանոց, բայց Աշոտը մտածում է, որ 2 սանտիմետրանոցը շատ ավելի հարմար է, քան 3-ը։ Որակի առումով, թե ինչ, չգիտեմ, ինքը լավ գիտի դրանք։ Կասայում հարցրի աշխատող չունեք, գա մեզ օգնի, ասեց, այս տարածքում 2 հոգի պետքա լինեն։ Մեկին գտա, զբաղված է ուրիշ հաճախորդի հետ, նայեք ինչ սիրուն են այս քարերը, գույնը ինչքան սիրուն է։ Աղյուսները։ Այս մեկը արժի 90 ցենտ մի հատը։ Սա 99 ցենտ։ Հենց այս պահին մի տղա քար էր առնում, տեղացի չէր, հաստատ ուրիշ ազգ էր, Ֆորդով եկել էր քար տաներ ու ոչ մենակ քար, ուրիշ բաներ էլ էր վերցնում, առել էր, բարձել էր։ Հիմա այս աշխատողը օգնում է, քարերը հաշվեցին, հաշվում դնում են։ Հետո պետքա տեղափոխի Ֆորդի մեջ։ Իսկ մենք, քանի որ ժամանակ ունենք, տնտղում ենք, նայում ենք,
Այ հիմա արդեն բարձում է, այսպես տանում է մի անգամից տնի Ֆորդի մեջ։ Այդ ոնց այդ մեքենան դիմանալու չգիտեմ։ Բայց դե մարդիկ չեն ուզում փող տան ուրիշ մեքենա վարձեն, այսպես իրա մեքենայով տանելու է։ Հենց դրեց մեքենան, տեսնեիք ոնց իջավ, ոնց նստեց։ Դեռ տանջվում եմ, որ տեղավոր են, չի ստացվում։ Պետք է սպասենք, ինչ արած։ Մեզ հիմա մենակ ինֆորմացիա պետք իզոլացիայի համար, որովհետև մեքենայի մեջ էլ տեղ չկա։ Հիմա աշխատողը կգա, ավելի շուտ արդեն եկավ, հարցրինք, իմացանք ամեն ինչ, քան որ մեքենայի մեջ այսօր տեղ չկա, գնանք այս լամինատ բանը տանենք, ակցիան էլ մինչև վաղն է։ Վաղ առավոտ աշուտը կգա, իզոլացիայի մատերիալն էլ կառնի կբերի։ Գոհ ենք, մեզ դուր եկավ մեր առևտուրը, գներն էլ հարմար էր, լամինատը երևի արդեն ցույց կտամ, երբ որ կհավաքենք։ Եկանք տուն, մի հատ համով արագ աղցան պատրաստեցի, մոցարելայով, լոլիկով ու սև ձիթապտղով։ Շատ արագ, շատ համով, այսպես լոլիկները քառակուսներով կտրատեցի, եթե չերի լինի ավելի լավ, եթե չէ սովորական լոլիկները։ 2 հատ լոլիկ եմ կտրել, մի հատ մոցարելա, մոցարելան կիսայուղային է։ Յուղայինը իհարկե ավելի համով է, բայց դե որ չենք ուզում չաղանանք, պետք է մի քիչ մեզ զսպենք, կիսայուղայինը ուտենք։ Մնում է ձիթապտուղը։ Դա էլ արագ կտրում եմ, մի բանկայի կեսն եմ վերցրել, չեմ կշռել գրամով չգիտեմ, առանց կորիզի է, սա էլ կտրում եմ, ավելացնում եմ մյուսների մնացածի վրա, կանաչիներից այսօր մենակ մաղադանոս ունեմ, դա եմ մանր կտրում, բայց համեմա ավելի լավ կլիներ, ոչինչ, թող լինի մաղադանոս, շատ օգտակար է մաղադանոսը, սա էլ եմ ավելացնում, չոր համեմունքներից ավելացնում եմ նաև մի փոքր աղ, սև պղպեղ, չորացրած սամիտ ու մի ճաշի գտալ էլ ձիթապտղի ձետ, շատ ձետ պետք չի օգտագործել։ Տեսեք ինչ սիրուն գույներ են։ Այսպես մի լավ խառնում եմ ու համտեսում եմ, ասեմ, որ շատ համով է լինում, փորձեք ու կհամոզվեք, բարի ախորժակ։ Ընթրիքից հետո դուրս ենք եկել քայլելու Աշոտի հետ։ Ողջույններս ժողովուրդը։ Էս էլ է ժամին էլի լավ է։ Այսօր չենք քայլել։ Մի քիչ հաց գերանք, ոյլանք մի քիչ զբոսնենք, արդեն օրն էլ կմտնի։ Մի 2 ժամից կմտնի։ Հիմա ուշ է մութը ընկնում, բայց հիմա քանիսն է, ժամի 9 չկա, որ դուրս ենք եկել։ Ասեմ ժամը քանիսն է հիմա։ Հիմա 9-ից 20 է պագաս։ Էսեղ ուշ է մութը ընկնում։ Շուտ էլ լույսը բացվում է։ Շուտ էլ լույսը բացվում է։ Որովհետև ավելի երկար է, քան թե Հայաստանում։ Ցերեկվա տևողությունը ավելի երկար է, կախված է երևի բանի հասարակածին մոտ լինելու հետ, հա։ Հերու, հա, մոտ լինելու։ Ավելի մոտ ենք հասարակածին։ Ավելի հերու ենք հասարակածից մենք։ Հերու ենք, քան Հայաստանը։ Քան Հայաստանը։ Ավելի հերու ենք, փաստորեն։ Հյուսիսային բանում ենք գտնվում։ Հիմա հյուսիսային կիսագնդում, հյուսիսային շատ քաղաքներում սպիտակ գիշերներ են, օրինակ ասենք Ռուսաստանում, Լենինգրադ, Արխանգելսկ, Մուրմանսկ այդ քաղաքներում սպիտակ գիշերները։ Գիշերը
Գիշերը գրեթե արևը մարդ չի մտնում։ Իսկ ձմեռը հագարակ պատկերն այլն անուտատ մութ է համար։ Այսօր 4500-ից ավել քայլեր ունեինք արդեն, բայց Քիչ էր։ քիչ է, հա, քիչ է, մինիմում 10000 պետք է։ Դրա համար դուրս ենք եկել, դե այգին էլ որ մոտ է, հարմար է շատ։ Այնքան սիրուն է, այսպես նայում ես այս ամբողջ կանաչը, չգիտեմ, հա, իրոք հանգստացնի։ Չգիտեմ ոնց նկարագրեմ, ինչ հրաշք է այստեղ։ Այս կոճը այնքան սիրուն է, որ Աշոտին ասեցի ինձ նկարի դրա մոտ, ով գիտի քանի 100 տարեկան է։ Նայեք, որպես սիրունություն մնացել է։ Ինչ-որ մի անշնորհք կոլայի ամանակցել, բայց շատ սիրուն է։ Լաբիրինթոսին հասանք, մի անգամ ձեզ ցույց եմ տվել։ Սրճարանը արդեն փակ է։ Այգին համարյա դատարկ է։ Ժամին մարդիկ գնացել են արդեն քնեն, վաղը աշխատանքային շաբաթ է սկսվում, երկուշաբթի է վաղը։ Այդ կողմից շատ լավ է այստեղ։ Հայաստանում հիշում եք, չէ՞ ոնց էր։ Կարող է կապ չուներ, որ վաղը գործի ենք, ասենք, կարող է մինչև ժամը 12-ը, 1-ը, 2-ը, 3-ը պետք լիներ նստենք։ Անգամ դեպքեր է եղել, որ քնած ենք եղել ժամը, չգիտեմ քանիսին, գիշերվա կեսին, զանգը տվել են, դուռը խփել են ու հյուր ա եկել տունը։ Այդպիսի դեպքեր է եղել։ Ոչ մեկ հաշվի չի առնում, էլի, որ հարմար չի, ուշ է ժամը անհանգստացնելու համար։ Չէ, ասենք տարական բաներ են, բայց շատ կարևոր։ Ոնց հարմար է։ Այս չհանձնվելու խորհրդանիշն է, որ ոչ մի դժվար պարագայում չհանձնվեն, ոչ մեկ մարդը չհանձնվի։ Բնությունից պետք է միշտ օրինակ վերցնել ու սովորել։ Աստիճանները, բնական աստիճանները։ Գնացինք խանութ եկանք, ասեցի առևտուրը դատարկել, վաղը գործի եմ, ասեցի քանի այսօր տանենք, գնանք այսօր առևտուր անենք, ահագին զբաղված, ծանրաբեռնված օրեր, ոնց որ դրսի գործեր առևտուրով վերջացրինք, 3 հատ ձու վերցրի, կարմիր ձվերն են, ալդի ենք այսօր գնացել։ Աղացած միս, բելգիական միսը, 800 գրամ, կիլոն կարծեմ 7 կամ 8 եվրո էր։ Կար, որ արդեն համեմունքները խառնած էին, բայց ես չեմ սիրում, որ խառնած է լինում, դրա համար ես մի տես այս վերցրինք, համեմունքները խառնածը, իդեպ ավելի էժան էր, քան չխառնածը։ Այս վերցրինք մի հատ այս գունավոր սալատի թերթիկներից,
Բանան ինչպես միշտ, կանաչոտ ենք վերցնում, որ մինչև տան եղածը ուտենք, այս հասնի։ Մի հատ մուրաբա, լույսը վառեմ, որ լուսավորվի, արևը մեկ կորում է, մեկ դուրս է գալիս։ Ժողովուրդ ջան, ես չգիտեմ, այս մուրաբան ալդից ենք վերցրել Տամարա, բայց ես վստահ չեմ, ոնց նայում եմ գրված չի հայկական, բայց Տամարան հայկականա չէ, կարծում եմ, որ ուրիշ նույն անունով երկրորդը չէր կարա լիներ, ես հուսամ, որ հայկականա, ոնց նայեցի, գրված չի, որ երկրի արտադրանքա, հուսամ, որ հայկականա, իհարկե պատահմամբ ենք ես վերցրել, որովհետև ոչ էլ ուշադիր եմ եղել խանութում, թե ինչ ֆիրմա է, ուղղակի ուզում էինք խառը հատապտուղներով լիներ ես վերցրինք, ինչևէ ուրախացա ոգևորվեցի Աշոտին ասում եմ կարող է հայկականա Տամարա ու մեզ ու մեզ որոշեցինք, որ երևի հայկականա, չգիտեմ, խաղող ենք վերցրել, Հիմա միշտ պայուսակը բերեմ, ծանր պայուսակը, այստեղ սխտոր, ահագին հերիքում այս մի կապը, 5 հատ սխտորա մեջը, 5 պճեղ, չէ, 5 պճեղ չէ, 5 գլուխ սխտորա մեջը, ահագին ժամանակ հերիքում, մենք սխտոր շատ ենք օգտագործում տարբեր ճաշերի մեջ, յոգուրտներ եմ վերցրել, Այս ալդի յոգուրտները հավանեցինք մի անգամ էլ էի առել, այդքան շատ մենք յոգուրտ չենք ուտում, հեղուկ յոգուրտ ենք խմում, բայց մի անգամ վերցրել էի լավն էր, այսինքն երկու անգամ արդեն առել էի, այս անգամ էլ վերցրի։ Այս սառած բրուսելյան կաղամներ, այս մինի մոցարելաները, մի հատը կիսայուղային, մի հատը յուղային, պանիր, այս ձկի ֆիլեներից ջերոց դնելու, իհարկե տապակելու էլ էր, բայց մենք չենք տապակում, ջերոց ենք դնում, ժողովուրդ ջան, չեք հավատա, ուրեմն սա փրփուրա, լողանալու գել է, երևի ինչքան մի ամիս առաջ առել եմ Լիդլից, ու տանը, որ առևտուրը դատարկեցի, չգտա, ասի ուրեմն թողել ենք կամ խանութում, կամ փոշմանել ետ ենք դրել, չգտանք, ուրեմն այսօր մեքենայի մեջ առևտուրը որ դասավորում ենք, պայուսակներից մեկի մեջ տեսնեմ այս թողել ենք, մնացել է պայուսակներից մեկի մեջ, այնպես որ կորած մոլորածը գտանք։ Ես իհարկե միշտ ուրիշ լողանալու փրփուրներ եմ առնում, այս մեկը Աշոտի համար վերցի, որտեղ ինքը լողանալու փրփուր չի սիրում, իր ավանդական օճառներն է սիրում։ Ասեցի բերքո համար այս տեսակ վերցնեմ, դուրդ կգա։ Ու այդպես կորցրել էի, հիմա այսօր գտա։ Մի աման սունկ եմ վերցրել, թարմել եմ վերցրել, մի հատ էլ այսպես բանկայով վերցրի, ջուր աղցան որ սարքեմ, մեջը կլցնեմ, հալած պանիր, իդեպ զեղ չէր դրված ալդիում, բայց քանիս էր չեմ հիշում, երևի 260 էր, շատ վաղուց պատրաստի պիցաներ չենք վերցրել, այսօր Աշոտն ուզեց վերցնի, ասի չեմ խոստան, որ կսարքեմ էլի, կպատրաստեմ պիցա, որովհետև չգիտեմ էլի, երբ կլինի, որ խոսքից տերը լինեմ էլի, չասեմ ու չանեմ, դրա համար ասես թե լավ, սպասես անգամ վերցնեմ, հետո որ անես ավելի լավ, մի հատ ամբողջահատիկ ցորենի սպագետի եմ վերցրել, սննդային արժեքը սառած բոլոր, լրի վերջացել է տան բոլորը, հեղուկ յոգուրտ, աղիների համար, իմուն սիստեմի համար, միշտ առնում ենք, շատ լավն են, հետս գործել եմ տանում, էլի մածուն, ունենք մի երկու աման, բայց էլի վերցրինք, թարմ սունկ, այս փակած ձկներից, կիլկաներից վերցրեց Աշոտը, մեկ-մեկ հավեսներս գալիս է, էլի այսպես ուտենք տոմատով, տոմատի մածուկով, տոմատի սոուսով, այս վայրի սաղմոնա, գույնը չգիտեմ, տուփի մեջ էր երևի, տուփի վրա այսպես նկարած, թե մեջը ինչ գույնա չգիտեմ, սա զեղ չէր ալդիում, սննդային արժեքն էլ այա դե սաղմոնա ամենալավ ձկներից է, այս վերցրի, ուրեմն, այս հեղուկ յոգուրտներից կեսը թափվել են ամանից, երկու բրոկոլի եմ վերցրել,
մի անգամ բրոկոլիով պիցայի պատրաստել են ինչ համով էր, նուշի կարակ, նեկտարին զեղչվել էր էլի ալդիում, կարծեմ 350 էր իջել 6 եվրո արժեր, ռոկվոր, Աշոտին ասում եմ, բաղ չես կերել, չես ուզում, ասես թե լավ մի հատ վերցրա, որ մի բանից երկար օգտագործում ենք, հոգնում ենք, ես էլ էլի պանիր, պարմեզան, 2 հատ կարակ, ես վերցրել եմ առանց աղի, աղ չարած, ալդիում վճարել ենք 89 եվրո, մինչև ալդի մտնելը մտանք ակցիոն, ընդեղի առևտուրներ մի անգամ իստատակի, միասին, դե տեսակ, որ գնացին շինարարության խանութ ու լամինատ բան առանք, Աշոտը պատրաստվում է, գործ ունի մի քիչ տանը անելու, այսպիսի սկոչներ ա վերցրել, աղբի տոպրակներ եմ վերցրել, հին շորեր կա, որ պետքա գցվի կոնտեյների մեջ, տոպրակ էր պետք, չնայած սրանք աղբի են, բայց 60 լիտրանոց է մի հատ օգտագործեմ այդ շորերի համար։ Այս զուգարանի հեղուկը շատ եմ հավանում, շատ լավն է, մի հատ վերցրի, որտեղ այնքան ուրիշ տեսակներ էլ կա տունը, դնելու տեղ չկա։ Այս բեյբի թաց անձեռոցիկները զուտ հիգիենայի համար, սրանք զգայուն մաշկի համար են։ Էլի սկոչա վերցրել, խուրմա եմ վերցրել մի 3 տուփ, այստեղ ինչա տեսնենք, հա, այս ընկույզները, էլեմենտներ ենք վերցրել, խոհանոցի կշերք էլեմենտը նստել էր դրա համար, այստեղ այդ Աշոտի փայտը որ բանամ, ինչա, շուշաթուղթ, հա, չգիտեմ ինչ, հայերեն ինչ անուն ունի, շուշաթուղթ գիտենք, դա եմ վերցրել ու վերցրել ենք խոնավությունը քաշելու համար, սարք ունենք մեր նկողում դրած, այնքան լավ քաշում է խոնավությունը, այս էլ է դրանից, այս ոնց որ ավելի ձեռնտու էր, 3 հատը միգին էր, փոքր է, սրանք փոքր են, մեկը մեծ է, դրվում է մեկ ուղու ու ժամանակ առ ժամանակ նայում է, Աշոտը ասում է ահագին ջուր է լցվում, հավաքում, խոնավությունը հավաքում է, այդպես անում թափում է, դրանք արդեն բանի պետք չէին, պետքա փոխվեին ու էդ ենք վերցրել, ակցիոնից փաստորեն այսքան բան ու վճարել ենք 24 եվրո, համարյա 24 եվրո, այսքան առևտուր սիրելիներս, հիմա սրանք ես արագ տեղավորեմ,